Ну, հաշվի առնելով ես չեմ ուզում մասսականների օգտագործել, բայց ասենք պատմականների, պատմական չէր, բայց այն որ արժեքավոր իրադարձություններ, սա փաստ է եւ միշտ չէ որ ընդդիմությունը եւ իշխանությունը կարողանում են նման տարաբանույթ կարծիքների առկայության պայմաններում աշխատել մինչև վերջ եւ հասնել ընդհանուր համաձայնության։ Սա բնականաբար գովելի է եւ շատ դրական փաստ է մեր քաղաքական մշակույթի համար։ Այստեղ շատ եմ ես բարձր եմ գնահատում նաեւ մեր ընդդիմադիր գործընկերների կառուցողական դիրքորոշումը, բնականաբար նաեւ մեր իշխանության կառուցողական դիրքորոշումը, ափսոսում եմ որ քաղաքացիական հասարակությունը չնայած նշեց որ բազում դրական առաջարկություններ կան եւ կան դրական առաջխաղացում, կան դրական միտումներ, այնուամենայնիվ չստորագրեց, բայց արդեն իսկ այն փաստը, որ քաղաքական ուժերը եկել են ընդհանուր հայտարարության եւ երեք ստորագրեցին համատեղ հայտարարություն, խոսում եմ մի կարևորագույն փաստի մասին, որ Հայաստանում քաղաքական մշակույթը գնում է կայացման ճանապարհով, որ քաղաքական ձեբատներն ու քաղաքական երկխոսությունը շատ կարևոր են եւ այստեղ ես համամիտ եմ իմ բոլոր այն գործընկերների հետ, ովքեր որ գտնում են, որ ժողովրդավարությունը դա նախ եւ առաջ երկխոսություն է եւ երկխոսության արդյունքում կարելի է հասնել ընդհանուր համաձայնության։ Այս իմաստով ես դրական եմ գնահատում եւ սա նաեւ դրական է առհասարակ Հայաստանի քաղաքական դաշտ։ Սա լավ օրինակ կլինի ապագայում նաեւ պարլամենտարիզմի համար։ Հերթով էլի Ես Եվրամիության հետ գումարների հետ առավել եւս կապ չունեմ։ Ինչի համար արվում։ Կներեք ինձ համար։ Ախր 7 հարց եք տալիս էլի։ Հարց է դրել։ Բարի ձեզ, պարոն Մինաս, արի մի հատ ձեռքը ծեխում եմ 10 մինուտ